Երբ որ մենք ստանձնենք Գյումրու կառավարումը, ավտոմատ մենք բռունցք ենք դառնալու մեր գյումրեցիների հետ, դառնալու ենք մենք միավոր, ոչ թե տարանջատվելու ենք որպես համայնքային կամ Գյումրի քաղաքի կառավարություն եւ ժողովուրդ, այլ մենք ընդհանուր միավոր ենք դառնալու եւ այն իշխանությունը, որը չի ուզենալու աշխատել գյումրեցիների հետ, դատապարտված է լինելու, ոչ մեկի մտքով չանցնի կուլիսային բազարով կարողանալու է մեր համայնքապետարանում որևիցե հաջողության հասնել եւ տրամադրել ժողովրդի դեմ։ Այնքանով է արդյունավետ ընդդիմադիրի Գյումրու համայնքի ղեկավար դառնալու փաստը, որ նախ խոշորացույցի տակ է լինելու եւ յուրաքանչյուրը ամեն քայլ անելուց առաջ 1000-ը չափելու է նոր մի հատ կդրի, դնելու է անմիջապես յուրաքանչյուր միտք, խելք, որպեսզի ցույց տա, որ ընդդիմադիր լինելով էլ ավելի լավ կարելի է կառավարել քաղաքը։ Իսկ նմանատիպ միավորի հետ, ինչպիսին լինելու է գյումրեցին, կառավարությունն է որոշելու ոնց աշխատի իրենց հետ, քանզի եթե որոշի, որ ինչ որ հարցերում պետք է նեղը տնի, ուրեմն չի ուշանա Գյումրեցու ապտակը։ Գյումրիից է սկսվել յուրաքանչյուր քաղաքական կուրս, այստեղ էլ կավարտվի։ Միացի՛ր! 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 Եվ գյումրեցին միշտ ապացուցել է, որ որևիցե իշխանություն, եթե օր առաջ չի զբաղվելու Գյումրու խնդիրներով, դա պարտված է։ Դրա փորձը ունեցել ենք եւ համապատասխան մարդիկ ֆիքսել են, որ Գյումրեցու հետ խաղել չի կարելի։ Ով փորձեց, ապտակը չի ուշանալու։ Դե հարգելի մուշի հրագիչներ, լսում եք։ Ցանկացած հարց, ով ինչ հարց ունի, ես կտրեմ, պատրաստ եմ պատասխանելու։ Ես մի 4-5 արդեն պատգամավոր թեկնածուների ծրագրերի ծանոթացել եմ։ Պատգամավորի թե քաղաքապետի։ Համայնքապետի, թեկնածուների, հանրապայքարի ծրագրի հետ ծանոթացել եմ։ Ձեր ծրագրի մեջ կա ազատ քաղաք եւ այլն, չէ՞։ Չդարձակեն լավ կպատկերացնեք։ Այդ ազատ քաղաքի գործունեության մեջ պետության դերը ոնց է գնահատում։ Ասեմ ուրեմն, նաև նույն քննադատությունն է արել իշխող ուժը, որ ազատ տնտեսական կոդին, ազատ քաղաքի կարգավիճակը դա Գյումրու ավականու լուծելու հարց չէ, դա պետական մակարդակով է լուծվելու, ասեմ։ Ճիշտ է, ավականու լուծելու հարցը չի, բայց ավականին կարող է այդ հարցը բարձրացնել եւ հետեւողական լինել, որ երկրի ղեկավարները կենտրոնանան Գյումրին ազատ տնտեսական կոդի ճանաչելու գաղափարի վրա։ Ավականին իր անելիքն ունի, գյումրեցիներս մեր անելիքն ունենք եւ տունը նստել ասել, որ թող պետությունը որոշի, սխալ ենք համարում։ Դրա համար կազմակերպեցինք ստորագրահավաք։ 7700 գյումրեցի 20 օրվա մեջ արձագանքեց եւ պահանջատիրոջ կարգավիճակով իր ստորագրությունը դրեց այդ ուղերձի նախագծի տակ, որը ապագա ավականիում դնելու են նույն կառավարության դիմաց, որպեսզի Գյումրին ճանաչեն ազատ տնտեսական կոդին եւ տալ քաղաքին ազատ քաղաքի կարգավիճակ, որով շատ արագ ներդրումային հոսքերը գալու են Գյումրի քաղաք, զարգանալու է բիզնեսը, որից շահելու են միմիայն քաղաքացին, էժանանալու են ապրանքները, բարձրանալու են աշխատավարձերը եւ այն լոզունգը, որ Գյումրին տեղաղետի կոդի է, որը մենք համարում ենք, որ ոչ միայն երկրաշարժի հետևանքով է պայմանավորված, այլ նաեւ սոցիալ-տնտեսական վիճակով, ծանր սոցիալական պայմաններով եւ վերջնականապես ազատ տնտեսական կոդի եւ ազատ քաղաք կարգավիճակ ստանալուց հետո Գյումրին կձերբազատվի աղետի կոդի պիտակից։ Մի քանի շերտեր էլ փորձում են բավոր ներդրումներ չլինի,
որտեղից է լինելու այդ զարգացումը, դենա մեղրին չկա ներդրումներ։ Ասեմ ավելին, 2 օր առաջ մենք կազմակերպեցինք հայ-ռուսական կոնֆերանս, որում անգամ Եդինայա Ռոսիայի իշխող ուժի պատգամավորները ողջունեցին ազատ տնտեսական կոդու ծրագիրը եւ պատրաստակամություն հայտնեցին, որ Գյումրին ազատ տնտեսական կոդի ճանաչելուց հետո պատրաստ են իրենք ներդրում կատարել հենց Գյումրի քաղաքում։ Սա է դրանց պատասխանը, որ որտեղից ներդրումներ, բայց մենք չենք բավարարվել այս ամենով, նաև շփումների մեջ ենք չինական բիզնես գործընկերների հետ, իրանական, վրացական, որպեսզի յուրաքանչյուրը հասկանա ներդրումային հոսքերի առավելությունը, պետք է ուսումնասիրի մեր վարած քաղաքականությունը, կարտա հասկանա եւ նոր փորձի արտահայտվել։ Ոչ թե կուլիսային պատերի հետևում խոսեն Ռուսաստանից, Եդինայա Ռոսիայից քաղաքական դաշտ մարդ են բերում։ Ասում են, մի փորձեք խանգարել այն դրական լուծումներին, ինչին որ գնում ենք մենք։ Կարող եք գալով ուտալ, եկեք տվեք, չեք կարող, ջանդամը կակ, մի խանգարեք։ Հաղթանակ! 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 Ներողություն բավարարված եք պատասխանում։ Պատասխանները բավարարված։ Ամենակարևոր բանը երբ որ քաղաքացին բավարարվում է։ Շնորհակալություն։ Ինձ մենակից չէ, ամոս այդ պայմանով ասեմ, մշեցիներից, բուժ թաղամասի ապրողներից։ Ուրեմն հսկա թաղամասը, բայց մշում արդեն 40 տարի է, շտաբօգնության կամ առաջորդություն ցույց տալու, չգիտեմ, բուժման կամ տեղափոխելու կենտրոն հարցերը կարգավորելու համար մի կետ չկա, մի սենյակ չկա, որ մարդիկ դիմեն, առաջորդություն կոնես ստանան, դեից իրենք էլ տեղափոխեն, որտեղ խնդիրներ են, պրոբլեմներ են։ Գյումրի կենտրոն, չլեմ մյուս իմանանոսները տեղափոխելու համար։ Ձեր մոտեցում այդ հարցը լուծել։ Շատ հարց է։ Նայեք, այն որ ասում ենք, գործարար դաշտից եկածը կարող է ինչ-որ ոլորտային մանրամասներին չտիրապետի, բայց ունեն հմտությունները, որոնք կարող են ներգրավել մարդկանց, որոնք նմանատիպ հարցերին անդրադառնալու են եւ հետեւողական են լինելու, որպեսզի լուծումներ ստանան։ Դրա համար մեր ինտեգրացիոն կառավարման մեջ նաեւ այդպիսի հարցերով զբաղվող խմբեր ենք ձևավորելու, որ յուրաքանչյուր քաղաքացու խնդրի հետ հաշվի նստեն, քննարկման տնեն եւ եթե անգամ բացասական պատասխան են տալու հիմնավորված, քաղաքացին բավարարված լինի այդ պատասխանից։ Եվ ամենակարևոր հարցը, բոլորը տեղյակ եք, ես նաև մեր ստրոյմաշինա գործարանի տնօրենն եմ, Քարատ մեքենայի, որտեղ այս վերջերս արտադրեցինք հոսքագծեր, կոշ թափոնների վերամշակման, պլաստիկի, որով փորձելու ենք այդ վնասակար նյութեր արտազատող կոշ թափոնները վերամշակել եւ դարձնել օգտակար մեր առօրյա օգտագործման համար։ Նաեւ նույն մարդկանց հետ քննարկվել է աղբի վերամշակման գործարան տնելու հարցը, որովհետեւ ամենացավալի հարցերից մեկը մուշ թաղամասում նաեւ աղբանոցի արկայությունն է, որը սարքել է ամբողջ մուշ թաղամասը առնետանոց, բնակիչներից շատ բողոքներ եք լսում, որ առնետները բխտում են, օդը, այդ ծուխը, որ մեր երեխաներն են շնչում, եւ այդ հոդը, իմացեք, լինենք քաղաքապետ չլինենք, ստանձնենք քաղաքի կառավարումը թե ոչ, այս պահից սկսած եւ երեկվանից զբաղվել ենք շփումներում անընդհատ քննարկել ենք այդ հարցը, որ Գյումրիում կարողանանք հիմնել աղբի վերամշակման գործարան, որը նաեւ ազատելու է մուշ թաղամասին այդ գարշահոդից, առնետներից եւ այդ վնասակար նյութերից։ Այնպես որ հարգելի մշեցիներ, այսպես ասեմ, մուշ թաղամասի բնակիչներ, հավատացած եղեք, անկախ ամեն ինչից, մենք գնում ենք փոփոխության, զարգացման, նոր լուծումների կիրառման եւ հաղթանակի, հաղթանակ, 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 հաղթանակ
Մի փոքր երկով գնանք դեպի Մուշի կենտրոնական հրապարակ դեպի եւ այնտեղ ավարտենք մեր այսօրվա